Ռություն պահպանել։ Սելայնակիցներ, կառավարությունն այս տարի էլ օրիգինալ չգտնվեց եւ որևէ կերպ իրեն նեղություն չտվեց բացատրելու, թե ինչ կապ կա այս փաստաթղթի միջև եւ ինչ եւ այս փաստաթղթի միջև։ Այս երկու գրքույկների մեջ որևէ կապ չկա։ Սակայն Նիկոլ Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ որևէ կապ չկա ձեր նախընտրական ծրագրի հետ 116 էջ ամբողջը չեմ տապել, բայց վստահ եմ սա ձեզ ծանոթ է։ Եվ բայց ինչի մեջ, որովհետև ոչ սրա մեջ կապ կա, ոչ սրա մեջ կապ կա, ոչ սրա մեջ կապ կա, վերջը ինչ ծրագիր եք իրականացրել։ Մարդը խոստովանեց, որ մի բան խոստացել են, ուրիշ բան արել են։ Կոպիտ ասած ժողովրդին խաբել են, գցել են։ Բայց ով է մեղավոր, իհարկե հպարտ ժողովուրդը։ Եկեք խոստովանենք, որ 21 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական պսևդո-դաշնակցական ծրագիր, այս ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, ժողովուրդն այս ծրագիրը մի կողմ է դրել, չեմ ուզում պատռեմ, չնայած դուք ասեցիք պատռել է եւ մեզ պարտադրել է ուրիշ օրակարգ։ Ներեցեք, դա ինչպես։ Այդ ոնց։ Այդ երբ այդ նոր օրակարգը ձևավորվեց, ձևակերպվեց, ձեզ ներկայացվեց, հաստատվեց, մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի։ Սելայնակիցներ, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ձեզ բազում խոստումներ են տալիս, ինչպես տվել են 5 տարի առաջ։ 2 օր առաջ խոստովանեց, որ չի կատարել ու էլի չի կատարելու։ Որովհետև դուք ուզել եք մի բան, ինքը առաջարկել է ուրիշ բան։ 21 թվականին ձեզ հաջողեցրեց մոլորեցնել։ 26-ին էլ եք մոլորեցվելու։ Վստահ եմ, որ ոչ։ Ձերի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն այսօր հայտարարում են, թե Հայաստանում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղություն է։ Դրա միակ հիմնավորումն այն է, որ սահմաններին կրակոցներ չկան։ Հարյուրամյա պատերազմի օրերին էլ ամեն օր ֆրանսիացիներն ու անգլիացիները հո չէին կռվում։ Պատերազմի ժամանակ կար հանդարտ դարաշրջան եւ շատ երկար։ Պատերազմը վերջանում է, երբ պատերազմը ծնած պատճառն է հանգուցալուծվում։ Սելայնակիցներ, պետք է ընդունենք, որ այս իրավիճակը խաղաղություն չէ, որպեսզի ձգտենք իրական խաղաղության։ Խաղաղության, որը կապահովի հակամարտ կողմերի կենսական շահերի պաշտպանությունը։ Սելայնակիցներ, մենք դեմ չենք խաղաղության, ինչպես փորձում է ներկայացնել ԿՊԱ-ական Գեբելսյան քարոզչությունը։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին եւ հենց այն պատճառով, որ ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այս խախուտ հրադադարը շարունակում են համարել խաղաղություն եւ մի բան էլ փորձում են բացատրել, թե ինչպես եկանք այս օրման։ Ինքն իրեն հարց է տալիս, ինչպես ու պատասխանում։ Զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների ու տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով։ Պարոն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերեցիք ավետյաց երկիր, դուք բերեցիք ողբերգություն, Արցախի հանրապետության կորուստ, Հայաստանի երրորդ հանրապետության կորուստ, դուք Իվան Սուսանինն եք, այն տարբերությամբ, որ Իվան Սուսանինը կործանեց զավթիչների զորքին, դուք փորձում եք կործանել սեփական ժողովուրդը։ Սելայնակիցներ, Հայաստանի դեմ անհայտ երկրի կողմից անհայտը ճակերտների մեջ վարվող հիբրիդային պատերազմի դեմ բողոքող Նիկոլ Փաշինյանը այս տարի մարտի 11-ին Եվրախորհրդանում հայտարարում է. 91 թվականին Հայաստանն ու Ադրբեջանն անկախացել են այն օրը, երբ Ալմաթայի հռչակագրով արձանագրվեց Խորհրդային Միության գոյության ավարտը։ Հիմա ես չեմ ուզում անդրադառնալ պատմական ճշմարտություններին, որ սովետական միության ավարտը Ռուսաստանը, Բելարուսը եւ Ուկրաինան հայտարարել էին դեկտեմբերի 8-ին, որ ԽՍՀՄ ազգությունների պալատը սովետի կազմաքանդումն ավարտեց դեկտեմբերի 25-ին, դե հիմա մարդկա գիտելիք ունի, մարդկա չունի։ Ես ուզում եմ անդրադառնալ արժեքային համակարգին, քաղաքական կրեդոին։ Մարդն ասում է, հենց մենք միացանք ԿՊՀ-ին, մենք դարձանք անկախ։ Ոչ թե սեպտեմբերի 21-ին է ժողովուրդը որոշել մենք անկախ ենք, այլ հենց միացանք Ռուսաստանի կողմից ստեղծած կազմակերպությանը, մենք դարձանք անկախ։
Այսինքն Լիտվան, որ չի միացել ԱՊՀ-ին, պարոն Փաշինյան, մի րոպե քիչ ես կողմնեք։ Պարոն Փաշինյան, Լիտվան, որ չի միացել ԱՊՀ-ին, անկախ չի։ Վրաստանը, որ դուրս եկավ ԱՊՀ-ից, անկախությունը կորցրեց, եւ այս հավատամքով, այս քաղաքական հայացքների մարդը մեզ սովորեցնում է ինչ է անկախությունը։ Ստեղ են ասել, աշխարհ կանգնի, իջնող կա։ Չէ, ձեզ կիչացնենք, այդ իրանցի ձեզի նկատի ունենք։ Երնեք Ալեն Սեմյանը ստեղ լիներ, ժամանակս կվերականգներ։ Զելայնակիցներ, Նիկոլ Փաշինյանը երկու առաջ այս ամբիոնից դարձյալ հանրությանը վախեցրեց, թե եթե ընդդիմությունը գա, պատերազմ կլինի։ Ընդդիմությունը գա, կլինի պատերազմ։ Ու գիտեք ինչպես դա հիմնավորեց։ Եթե ուզենաք վերաբանակցել, կլինի պատերազմ։ Հաստատված ստորագրած որևէ թուղթ չկա, պետությունները բանակցում են, իրենց ազգային շահերն են փորձում պահպանել։ Դուք չեք ընդունում, որ միջազգային հարաբերություններում կան փոխզիջումային լուծումներ։ Հենց հակամարտության կողմերից մեկը անհամաձայնություն հայտնի կլինի պատերազմ։ Դա միայն մի դեպքում ալինի, երբ պարտադրում են անվերապահ կապիտուլյացիա, չընդունես կապիտուլյացիայի պայմանները, կլինի պատերազմ, այլապես միջազգային օրենքը, լեգիտիմությունը, ժողովուրդ մի քիչ այս կողմ կանգնեք խնդրում եմ։ Լեգիտիմությունը պարտադպանջում է հարցերը չլուծել պատերազմի օգտին, պարոն Փաշինյան։ Կապիտուլյացիան է, որ դրանից բացառություն է։ Նոր պատերազմի սպառնալիքը Նիկոլ Փաշինյանը ընտրություններում որպես հաղթաթուղթ է օգտագործելու։ Ես չլինեմ, չլինի Հայաստանը։ Ճիշտ նույն մոտեցումն է, ինչպես ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա։ Ես չլինեմ վարչապետ, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Ու զարմանում եմ, որ ասում ենք Նիկոլ Փաշինյանը Ալիևի սրտի վարչապետն է։ Զելայնակիցներ, իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե թրիփ նախագծի իրագործումը Հայաստանին վերջնականապես դուրս կբերի 34-ամյա շրջափակումից։ Ինչպես օգոստոսի 9-ից սկսած եմ ասել, հիմա էլ եմ ասում, այդ թրիփի ռելսերը ոսկուց լինեն, Հայաստանի շրջափակումը չի ճեղք։ Քարտեզին նայեք։ Դա համար պետք է բացվեն Երասք-Սադարակ, Իջևան Ղազախ, Գյումրի-Կարճ ճանապարհները, որոնք փակ են եւ Ադրբեջանը որևէ ցանկություն մինչ այժմ չի հայտնում։ Ադրբեջանը փաստորեն ստացել են Միջանցքի խոստում, մեզ տալիս են որպես փոխադարձ առավելություն սահմանափակ տրանզիտ։ Եվ Նիկոլ Փաշինյանը սա հրաշալի է հասկանում եւ դրա համար ուրճացնում է Ադրբեջանից գնված եւ Վրաստանով Հայաստան ներմուծված մի բաժակ բենզինի նշանակությունը։ Ավելին, նա պնդում է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները ոչ միայն արտաքին ճակատի վրա են խաղաղություն բերել, այլև ներսում են մեր կյանքը դրախտի վերածել կամ դարձնում են, օգնում են լուծել տարիներով կուտակված, բայց լուծում չստացած խնդիրները։ Իբրև ադրբեջանական նավթամթերքի ներկրումը ի վերջո այն գործոնն էր, որի արդյունքում իշխանություններն ավարտեցին նավթամթերքի շուկամ մենաշնորհի կազմաքանդման օպերացիան։ Նույն ընկերությունները, նույն մասնաբաժինը, նույն ծավալը համարյա ինչ մոնոպոլիա, ինչ մենաշնորհ։ Ասում է Հորմուզի նեղուցը փակվեց, բայց եթե այտեսեք մենք ուրեմն այնքան բենզին ենք բերել, որ դա մեր վրա չի ազդել։ Հորմուզի նեղուցը մի ամիս առաջ է փակվել։ Երկրորդ խմբականակը բենզինի ներմուծվել է ըստ մամուլի հունվարի 8-ին 1000 տոննա I92, 1800 I95, 1000 տոննա էլ դիզվառելիք։ Ու այնքան բենզին չեք բերել, որ կարողանայիք չեզոքացնել Հորմուզի փակումը։ Կրկնում եմ, բենզինը նախորդ տարվա դեկտեմբերին էլ հաշված ընդամենը մի բաժակ է։ Տարեկան մեր պահանջարկը 200,000 տոննա։ Բերել ենք 5000-ից պակաս։ Թե չէ հայ մոնոպոլիա, հայ մաֆիա, հայ մարդ, հայ աշխարհ, հայ հեռախոս, այդ 5%-ը ո՞նց ազդեց մոնոպոլիայի վրա, ո՞նց ազդեց գների վրա, ո՞նց ազդեց մաֆիայի վրա։ Ուրեմն ինչու է Նիկոլ Փաշինյանը ուրճացնում այս խնդիրը։ Պատճառը մեկն է։ Չեն բացառում, որ վաղը ասեն ադրբեջանցիները օգնեցին հաղթելու հայկական մաֆիային եւ նաեւ միջազգային մաֆիային, Կոզա Նոստրա եւ այլն։ Հաղթեցինք։ Դե հիմա ադրբեջանցի ոստիկաններն էլ թող գան, որ օգնենք, որ փողոցում այլ մարդիկ իրար չսպանեն։ Երբ թերթը բացում ես, կրակել են, սպանել են, վրայերթա տեղի ունեցել, ադրբեջանցի ոստիկաններն էլ թող գան ստեղ։
Ավելին ասեմ ձեզ, արդեն հայտարարել են, որ Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, ումից է երաշխավորում, չեն ասել, բայց որ երաշխավորն ասել են, այնպես որ շատ չզարմանաք, որ վաղը Ադրբեջանի ասկերներին էլ գան, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորվի։ Ավարտեք։ Այսօր թվում է ոչ իրատեսական, բայց հարց է։ Արցախ Հայաստանը եւ վերջից հետո էլ էր շատ Ավարտեք։ Չէ, էլ չկա ժամանակ։ Ես ասում եմ ավարտում եմ։ Դե ավարտեք։ 18 թվականին մոլորեցեցիք, 21-ին մոլորեցեցիք, 26-ին էլ չի ստացվել։ Մարիամ Պողոսյան, համեցեք։